Իհարկե այդ ընթացքում մարզային մենք այցելություններ ունեցել ենք, այո Ծիրանի բերքը քիչ ա եղել, բայց փոխարենը գինն է բարձր եղել եւ այս գործողության շնորհիվ Ծիրանի հատվածում մեծ խնդիրներ չենք ունեցել, ընդհակառակը որոշ տեղերում գյուղացիները նույնիսկ իրենք ասում են, որ նորմալ տարի է հաշված բերքի ծավալների հետ։ Որոշ դեպքերում կեռասի հետ կապված խնդիրը ինչի սուրճի, որովհետև կա երկու գործոն, առաջինը դեռ կեռասի մեր արտադրության ծավալները այնքան մեծ չեն, եւ երկրորդը, որոնք որ կան, ինտենսիվ գյուղատնտեսությամբ է, որոնք բոլորովին այլ սխեմաներով են աշխատում եւ իրենց մատակարարումները 1, 2, երբեմն 3 տարի առաջ արդեն պլանավորված են եւ այդտեղ խնդիր չկա։ Բայց դուք ձեր խոսքում մի բառ օգտագործեցիք, որը կարծում եմ մեր իրականության մեջ թերագնահատված է, որովհետև մենք այդ կարգի բառեր սովորաբար չենք սիրում, բայց դրանք ամենակարևոր բառերն են, դուք ասացիք ադապտացիա։ Ինչու են կարևոր այդ բառերը, որովհետև ընդհանրապես բոլոր գիտությունները ցույց են տվել, որ այդ թվում քաղաքակրթության ձևավորման եւ մարդաբանական գիտությունները ցույց են տվել, որ ադապտացիան հայերենում էլ լավ չի հնչում, նեգատիվ կոնտեքստ է, հարմարվողականությունը ամենակարևոր հատկանիշն է, որ մասնավորապես մարդուն հնարավորություն է տվել կենթանական աշխարհում գալ եւ հասնել գերիշխող դիրքի։ Մենք ստենց բառեր սովորաբար չենք սիրում, մենք սիրում ենք բևեռային նշանակություն ունեցող բառեր, մինչդեռ կարծում եմ ֆունդամենտալ նշանակություն ունի, որ մենք հենց ոչ բևեռային նշանակության տերմիններով սկսենք առաջնորդվել եւ ոչ բևեռային նշանակության տերմիններով եւ շրջանակներում մեր ռազմավարությունները կարողանանք ձևավորել, որովհետեւ ադապտացիան հենց այն ամենակարևոր հատկանիշն է, որը էական նշանակություն ունի եւ ունեցել է եւ առաջիկայում պետք է ունենա մեր պետության, մեր տնտեսության եւ ընդհանրապես մեր քաղաքականությունների համար։ Ինչի է սա կարևոր, որովհետեւ անկախ ամեն ինչից անընդհատ մեր շուրջ աշխարհում տեղի են ունենում փոփոխություններ, անընդհատ էական չէ, փոփոխությունները կարող են լինել բացասական, այդ փոփոխությունները կարող են լինել դրական, բայց փոփոխությունները ինչքանով են դրական եւ բացասական, դա էլ է պայմանական, կախված նրանից, թե քո ադապտացիայի կարողությունները ինչպիսին են։ Եթե չկա ադապտացիայի կարողություն, նույնիսկ ամենադրական փոփոխությունները ունենում են բացասական ազդեցություն։ Եթե կա ադապտացիայի կարողություն, նույնիսկ ամենաբացասական փոփոխությունները հնարավոր է լինում ծառայեցնել սեփական խնդիրների եւ օրակարգերի հասցեագրմանը։ Դրա համար ես կարծում եմ, որ այո, եւ իհարկե ադապտացիան մենք միշտ էլ վերջին շրջանում, օրինակ դիվերսիֆիկացիայի մասին մենք 8 տարի է խոսում ենք տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին, բայց որևէ ծրագիր չի աշխատում մի պարզ պատճառով, մարդիկ չեն համարում, որ դրա անհրաժեշտությունը կա։ Ինչքան էլ քաղաքական խոսույթներ մենք զարգացնենք, կոչեր, հորդորներ եւ այլն, որովհետեւ մեր ընկալումը ինչ է եւ ինչպիսին պետքա լինի։ Էլի անդրադառնամ այդ թեմային, որ անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածության։ Որովհետև տեսեք, եթե մենք ունենք մի ոլորտ, որտեղ մեր գործակցությունը որևէ սուբյեկտի հետ ունի գերակշռող կամ մենաշնորհային իրավիճակ, դա սպառնալիք է։ Մենք դրանուն այդպես չենք դնում, դա սպառնալիք է։ Դա ազգային եւ պետական անվտանգության հարց է, որը պետք է կառավարվի։ Եվ հետեւաբար մենք այս քաղաքականությունները պետք է շարունակենք։ Էլի եմ ասում, շատերը կան, շատ են, քչերը չեն առնվազն, որ ստեղծված իրադրությունը համարում են ճգնաժամ, ես այս իրադրությունը համարում եմ հնարավորություն, որպեսզի ադապտացիան դառնա մենք բևեռային բաներից ձևակերպումներից բարեկամներ, թշնամիներ, չգիտեմ,
հաղթանակներ, պարտություններ եւ այլ եւ այդ կարգի բևեռային ձևակերպումների մեր սոցիալ հոգեբանությունը տեղավորենք ավելի ոչ բևեռային հասկացությունների, բառապաշարների, խնդիրների եւ գործելակերպերի մեջ, որովհետեւ եթե դու ունես ապոկալիպտիկ մտածողություն, իսկ դա մեզ շատ հատուկ երևույթ է, ամեն օր ապոկալիպսիսի պատճառ կա։ Ես օրինակ ասենք առավոտները եւ իրիկունները եւ ցերեկներն էլ մեկ-մեկ երբեմն այդ ապոկալիպտիկ մտածողությունը ամեն օր կարելի է տեսնել, որ ինչ որ մեկը պնդում է, որ երկիրը կործանվում է։ Ամեն օր Աստծո ամեն օր կան ինչ որ մարդիկ դեպքեր, որ պնդում են երկիրը կործանվում է։ Ասենք երկիրը կործանվում է, դուք կառավարության նիստ եք անում, երկիրը կործանվում է, դուք բրիֆինգ եք անում, երկիրը կործանվում է, դուք շաբաթ-կիրակի եք անում, երկիրը կործանվում է, դուք արձակուրդ եք գնում, երկիրը կործանվում է, դուք ջուր եք խմում, երկիրը կործանվում է, դուք սրճարանում նստած եք, երկիրը կործանվում է, դուք սև հագած չեք, երկիրը կործանվում է, դուք քուրդ չեք հագել եւ մոխիր չեք լցրել ձեր գլխին եւ այլն եւ այլն։ Սա ապոկալիպտիկ, որովհետեւ եթե այդ է մտածողության ձևը, իրոք ամեն օր կարելի է գտնել, որ երկիրը կործանվում է, ընդ որում երկիրը ասելով նկատի ունենալով ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, այլ գլոբալ երկիրը։ Գլոբալ երկիրը իրոք, եթե սա բանի հարց է, ընկալման հարց է։ Հիմա կարելի է բերել տասնյակ պատճառներ, թե ինչա երկիր մոլորակը կործանվում։ Տասնյակ պատճառներ։ Եվ կարելի է հակառակ պատճառներն էլ բերել, որովհետև նախ ուզում եմ հիշեցնել, որ երկիր մոլորակի պատմությունը ընդհանրապես ինքը կործանման պատմություն է, եւ ինքը բառից բուն իմաստով էլ է կործանվում, որովհետև տիեզերքի իմաստն է, բոլոր երկնային մարմինները գլորվում են անդունդը, շատ մեծ արագությամբ ընդ որում, արդեն մոտավորապես 13 միլիարդ տարի, եւ ըստ հաշվարկների մոտավորապես 1 տրիլիոն տարի էլ դեռ գլորվելու են դեպի անդունդը, այնպես որ դա նորմալ է, մենք պետք է հասկանանք, որ մենք բոլորս ապրում ենք կործանման վիճակում, ընդ որում ոչ միայն Հայաստանի ոչ միայն երկնային բոլոր մարմինները ապրում են, մենք հիմա ճիշտ է այս գիտելիքը չի հերիքում արագությունը ասեմ, բայց մենք մի ինչ որ բավականին մեծ արագությամբ գլորվում ենք դեպի անդունդը, այնպես որ պետք է հարմարվել այս իրադրության հետ եւ անել ամենօրյա աշխատանքը ադապտացիայի տրամաբանությամբ։ Մենք պետք է հարմարվենք այս առաջիկա մոտավորապես առնվազն 10 միլիարդ տարի այս անկումը շարունակվելու է։ Հարգելի գործընկերներ, այնպես որ եկեք հարմարվենք այդ իրավիճակին, որ անկման վիճակում մենք պետք է ապրենք, աշխատենք եւ օրակարգեր ձևավորենք եւ լուծենք այդ օրակարգի։ Ես ինչի եմ ասում, որ մեր հարգելի գործընկերներին պետք չի մեզ ահազանգել, որ մենք կործանվում ենք։ Մենք դրա մասին գիտենք եւ գիտենք, որ առաջիկա առնվազն 10 միլիարդ տարի, հələ քիչ եմ ասում, երևի ավելի շատ, այդ կործանումը շարունակել եւ դա անկասելի է, ոչ մեկ չի կարող կանգնեցնել դա։ Եվ ընդհակառակը, երբ որ այդ կործանումը կանգնի, դա նշանակում է ամեն ինչ վերջացել է։ Եվ հետեւաբար մենք իսկապես սա շատ կարևոր բան է, որ մենք անընդհատ լինենք ադապտացիայի վիճակում, Եվ հենց էսա, որ մենք 2020-21 թվականի իրադարձություններից հետո կարողացել ենք կայունացնել իրադրությունը Հայաստանի Հանրապետության շուրջ, կայունացնել իրադրությունը Հայաստանի Հանրապետությունում, բայց ինչպես նախկինում ասել եմ, երբ որ մենք մի խնդիր լուծում ենք, դա չի նշանակում, որ խնդիրները ավարտվեցին։ Դա նշանակում է, որ խնդիրները ավելացան եւ անընդհատ ավելանում են։ Հիմա այն ինչ որ մենք հիմա քննարկում ենք, դա ընդհանրապես հետևանք է նրան, որ մենք նախկինում չլուծված բազմաթիվ խնդիրներ լուծել ենք եւ դրա արդյունքում հիմա եկել են նոր ավելի բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծենք։ Դա է մեր աշխատանքի իմաստը։ Եթե այդ ամեն ինչը չլներ, մենք ընդհանրապես կառավարություն ունենալու աշխատանքի ոչ մոտիվացիա կլներ, ոչ էլ անհրաժեշտություն։ Այնպես որ ես առաջարկում եմ, որ մենք հենց այդ ադապտացիան
հայերենը չեմ ասում, որովհետև վատ է հնչում հայերենը։ Այսինքն վատ է հնչում մեր այդ բանի մտածողության պատճառով, էլի այդ ապոկալիպտիկ մտածողության պատճառով։ Մենք չենք կարող բան պետքա ինչ որ բևեռային վիճակ լինի, բայց ադապտացիան պետքա դառնա մեր հիմնական գործելակերպը, որովհետև դա է, որ բերում է իրական փոփոխությունների, դա է, որ բերում է որակական փոփոխությունների, եւ մենք այս տրամաբանությամբ պետքա առաջ շարժվենք